Բարի երեկո հարգելի հետևորդներ, պրեսինգ հաղորդաշար այս պահին հանդիպում է անցկացնում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, որը այս օրերին ակտիվ քարոզարշավի մեջ է եւ շնորհակալ եմ պարոն Ծառուկյան, որ ժամանակ գտաք ինձ հյուրընկալելու համար։ Պարոն Ծառուկյան, մենք հիմա այս պահին հենց զրուցում ենք Նիկոլ Փաշինյանը Վարդենիսում ձեր մասին է խոսում եւ ոչ միայն ձեր մասին։ Ուզում եմ ներկայացնեմ, ինչ է ասում։ Քոչարյանը, Ծառուկյանը, Կալուգացին պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում եւ Հայաստանում դատաիրավական մաֆիան պետք է ջախջախվի։ Կշարունակեմ հետո հատկապես այնտեղ մի ծավալուն մասը նաեւ ձեզ անդրադառնում։ Դուք հանգիստ նստած եք այստեղ, նույնիսկ ոնց որ հանդիպում այս պահին չունեք էլի նախատեսած, նա էլի ձեր մասին է խոսում։ Ինչ է ուզում ձեզանից։ Երբ սկսվեց այս կատաղությունը, ինչից սկսեց։ Ուրեմն ասեմ, քանի որ մենք լիազեկ այսօր նայելով մեր երկրի իրավիճակը, ծանրությունը, դժվարությունը, պարտությունը, տնտեսական վիճակը, մենք լիազեկ գործով ենք զբաղվում, հետաքրքրվելով, ժողովրդի հետ շփվելով, ոլորտ առ ոլորտ, տեսնելով խնդիրը, խնդրեմը, մտահոգությունը, որ մարդիկ ոչ թե միայն դադարք պետք է խոսեն, այլ քայլ կատարեն, ժողովրդի մասին մտածեն, ժողովուրդը սպասում է, ժողովրդի ղեկավարը դու ես, որ 8 տարի միայն սուտ ասելով, դադարք խոսելով, մարդիկ տեսնում են ոչ մի բան կյանքում չի փոխվում։ Մարդիկ ուզում են արդեն փոփոխություն։ Թող գնան, ժողովրդի հետ խոսեն, տեսնեն ժողովուրդը ինչ է ուզում։ Իսկ այսօր մենք ժողովրդի հետ ծրագիր ենք կազմել, մեթոդը փոխել եմ ծրագիր կազմելու, ու մարդիկ ասեն, ես խնդրեմը որտեղ է հանդիսանում։ Ու մենք այդ խնդիրներին արդեն լուծումներ ենք տվել։ Որ ցանկացած մարդ կարդալով տեսնում է։ Իսկ այսօր մարդկանց ուզածը հիմնական դա է, որ իրեն մասին մտածող լինի, իրեն հանդեպ քայլ կատարող լինի, որ ինքը վստահ լինի, հնարավորություն է տրվում, ինքը կարողանա իր աշխատանքով իր ընտանիքը պահի։ Սա հիմնական հարցը, թե չէ դադարք խոսալով։ Բայց ինչից սկսեց ինքը ջղայնանալ, որ պահից։ Այն պահից, երբ որ տարի իշխանության է, չէ։ Ինչի՞ չէր ձեր բանտը գցում։ Որտեղ 8 տարի մենք արդեն նա չէին պատկերացնում, որ Ծառուկյանը ճիշտ շփում կունենա ժողովրդի հետ, կլսի ժողովրդին եւ ժողովրդի խնդիրները կբարձրաձայնի եւ դրանց լուծումներ կտա։ Հիմա այսօր եթե ժողովուրդը ունենք 650,000 ընտանիք, ունենք 2,400,000 վարկառու։ Մարդիկ դա կուտակվել այդ վարկերը ոչ թե բիզնեսի մեջ են դրել, այլ եղել է տնտեսական ճգնաժամ, եղել է համաճարակ, կորոնավիրուս 3 տարի մարդիկ չեն, եղել է պատերազմ, մարդկանց գումարները կուտակվել է սնվելու համար, ապրելու համար, գոյատևելու համար, բուժվելու համար։ Հիմա պետությունը պետք է իր ժողովրդի մասին մտածի, քայլ կատարի, որ ասենք թե այս մենք հաշվարկել ենք, որ մինչև 3 միլիոն դրամ ցանկացած շունչ, ոչ թե բնակարանով, այլ ցանկացած անձ մինչև 3 միլիոնը զրոացվի, պետությունը վերցնի իր վրա, ժողովրդի համար քայլ կատարի, ժողովրդին հնարավորություն տա, որ կարողանա մարդը ճայճից դուրս գա ապրի։ Դա ինչքան գումար է կազմում հաշվարկները։ Դա կազմում է 1 միլիարդ 120 միլիոն դոլար։ Այսինքն իրենց պարգևավճարներից քանի անգամ ցածր Չէ, պարգևավճարը ես չեմ ասում, հիմնականից ասեմ, պարգևավճարը պետք է տան, որ մարդկանց աչքը ուրիշ տեղ չլինի, բայց պարգևավճարն էլ արդարացի պետք է տան, ոչ թե անընդհատ ամեն ամիս նախարարին 8 միլիոն տան, իսկ մնացածին ասենք թե չտան, պետք է հավասարաչափ բաժանվի։ Ոչ թե մեկը իմ ասածներին հակառակ չի կարող ասի, այլ Ծառուկյանը հտառը չասեց, վտառը չասեց, Ծառուկյանը ծրագիր է ասում։ Ժողովրդին այսօր ցավացող խնդիրների մասին է ծտարնել գիտի, քտարնել գիտի, կտարնել գիտի, ստարնել գիտի, ինքը գոնե 8 տարի է իշխանությունը իր ձեռքն է, այն մուրճ էր ճոճում, չգիտեմ ինչ էր ճոճում, 8 տարի Ինչու Քոչարյանի, Ծառուկյանի, Կալուգացու նկատմամբ քայլ չարեց, որ հիմա նորից ասենք մարդկանց դրանով ինչ է անում։ Էլեկտորատը իր սիրում է այդ բաները, ինչի է վախեցնում։ Բայց ուրիշ բան չի կարան, ամբողջ ազգը այսօր սաղ թշնամանք մեկը մյուսի հանդեպ, բայց այդ ձևի երկիր չես կարող պայծ։ Ես այսօր քարոզում եմ հաշտություն, համերաշխություն, միասնություն, ու ամենակարևորը մենք ունենք 80 կուսակցություն Հայաստանում ձևավորված, որ այսօր կապ չունի 80 կուսակցություն։ Մենք հայ ենք, մի ազգ ենք, մի երկրում ենք ապրում, բոլորին հետաքրքրում է երկրի անվտանգությունը, տեսա զարգացումը։ Նա չի հետաքրքրում կուսակցական պատկանելությունը, ով կարողանի դա պետք է անի, որ ժողովուրդը իր առօրյայում դա զգա։ Իմ ասածը սա կապ չունի որ կուսակցությունից է։ Եթե մարդ այսօր նախընտրում է, ով կարա իրավիճակը փոխի, ով կարա, ոչ թե դադարք խոսալով անգիրարած բառերով, ճղճղալով, այլ ասեք փաստացի դոկումենտալ, արած ունենա, դրած ունենա, կառուցած ունենա, գործ ունենա, որ երկրի պատիվը բարձր է։ Ես բարդ բոլորին ասում եմ,
Ես այսօր օլիմպիական կոմիտեն սպորտը վերցրել եմ, առաջի 8 տարին մեդալ չի եղել, երկու հատ սպորտսմեն ենք ունեցել, մի հատ Բախտամեն, մի հատ Աշոտ Դանելյան։ Գումար եմ դրել, զարգացել եմ, սարքել եմ, կառուցել եմ, թոշակներ եմ նշանակել, սարքավորներ եմ, մարզիչներ եմ բերել, մարզիկներ եմ բերել, եւ այսօրվա վիճակում մենք ունենք տարեկան 1000 հատ մեդալ, բայց ելի ինչ չի բավարարում, որ լիարժեք պետք է բոլոր բնակավայրերում սպորտ դպրոցներ լինեն, երեխաները փողոցից կտրվեն, եթե բնակավայր կա, սպորտ դպրոց չկա, ոնց կարող մենք առողջ սերունդ ունենանք, առողջ սերունդ կա, ուրեմն կա առողջ ապագա, սա հիմքը մեր լույսը, հույսը, մեր երիտասարդը, Ծառուկյանը բոլոր ոլորտները շփվելով անգիր գիտի, սկիզբը վերջը, կազմակերպել է, արդյունք ստանալը, դրանից իրենք ներվայնանում են, որ պարզ չեն կարա իմ ասածներին հակասեն, որ այսպես չի լինի։ Պարոն Ծառուկյան, ծրագրերից դեռ խոսենք, որովհետև սոցիալական տնտեսական բաղադրիչը ձեր ծրագրերում մեծ տեղ է զբաղեցնում, բայց ինձ ինչն է հետաքրում, լավ, 8 տարի ուներ իշխանություն, երբ պետք է եղել Ծառուկյանին դիմել է օգնության հարցով, ճիշտ է թե չէ, մամուլում էլ այդ մասին տարբեր առիթներով գրել է, փորձել է հանկարծված ձևով չարտահայտվի, հիմա ինչ է ասում, Ծառուկյանը լրտես է, Ծառուկյանը պիտի հայտնվի բանտում, Ծառուկյանի ձեռից ինչ կա պետք է խլենք, հա, եւ այլն։ Ով Ծառուկյանին ձայն է տալիս, օտարերկրյա գործակալներին է ձայն տալիս։ Ածնում ձեռքիներ։ Ձեր։ Իրա ձեռքում ում ձեռքում։ Ահա, իրավապահ մարմիններ ում ձեռքում էր, ամբողջը իր ձեռքին։ Ինչի 8 տարի բան չկարողացավ, դա չի նշանակում, որ նույնիսկ, հա, ինքը ստացվում է թույլ ղեկավար է եղել։ Չես կարողացել ինչ-որ բան անես, հիմա ինչ ես անում։ Ես ձեր հարցին պատասխանեմ, հանդիպումների ժամանակ եղել են, որ ԿՊԱ-կաններ, հատուկ ուղարկած, որ շատ ջերմ, եղբայր ջան, քուրիկ ջան, ԿՊԱ-կան ջան, ես հարցը տվեք, պատասխանեմ, շատ կիրթ պատասխանելով, 8 տարի ինչ է կարել, բացի սուտ ասելուց, որ նայեք սկզբնական ինչ են ասել, վերջում ինչ է, ոչ մի բան ասում է ճանապարհներ ենք սարքել, դպրոցներ ենք սարքել, նրանք 8 տարում կառուցել են 59 դպրոց, 59 դպրոցից 26-ը կառուցած ա եղել, որը նա կազմել է, մնացածը իրենք են կազմակերպել 500 դպրոց ենք սա։ 33 ես փաստացի ասում եմ, հիմնավորած, բացի դա իրանց կառուցածը, այս տարի 230 դպրոց փակվում է, նրանց սխալ քաղաքականությունից, որ նրանք գյուղնախարարությունը փակել են, ասենք ինչի հիմա վրա, դու այդքան տարածքներ ունես, որը ասենք 480,000 հեկտար հող ունես, որ պետք է գյուղատնտեսությունը զարգանա, գյուղացին բերք ու բարիք ստեղծողա, սահման պահողա, որ դատարկվի ադրբեջանցիները կամաց գան։ Հիմա նույնը ասենք Վարդենիցում, Սյունիքում, սաղ բարձունքների վրա մեր հողերի մեջ, ադրբեջանցիները իրենց պոստերը դրել են, բետոնապատած, նստած են, ասում են խաղաղություն։ Ես ասեցի, եթե այսօր վարչապետը ցույց կտա փաստաթուղթը, որ լիարժեք խաղաղության հիմքը դրած է, աղբերություն, բարեկամություն, զարգացում, ես ներողություն խնդրեմ։ Անդեր ոչ մի հիմնական թուղթ խաղաղության մասին չկա, այլ հակառակը պայմանավորվածություն, որ հիմնական պահանջներ ներկայացնել, անգլավներ տալ եւ կարողանան Այսօր էլ ասել, որ պիտի փոխանակի Արցվաշենը։ Դե բայց ինչի մասին է հարց, ես ուզում եմ հատ հասկանամ։ Այսօր ասելու բան չկա, այսօր այնքան խոսացին խաղաղություն, որ այսօր բերեցին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ։ Դրա հետևանքը ո՞րն է լինել։ Սննկացում, աղքատություն, վերացում, գյուղատնտեսությանը, արտադրությանը, եթե մարդը չի կարող վաճառի, ինչ պետք է։ Այսօր մարդը 100 մարդ է զանգում։ Ֆերմեր, գործարար, ֆորի վարորդներ, մեր ճակատագին ինչ է, մենք գումարներ ենք վերցրել, մենք պլանավորել ենք։ Հիմա պետք է ծիրան տանենք, պոմիդոր տանենք, վարունգ տանենք, ճիտ տանենք, կոնյակ տանենք, ձուկ տանենք, 3 միլիարդ դոլար տարեկան Ռուսաստանից գումար է գալ այդ ապրանքի դիմաց։ Այսօր դա չկա, մարդիկ ո՞նց աշխատավարձ տալու, վարկը ո՞նց է տալու։ Սննկանալու է, սա ձեռից վերցնելու է։ ԿՊԱ-կաններից ասում են շատ լավ ասում է, ջանդամ ասում է Ռուսաստանը թողնի ներմուծումը, մենք այդ ծիրանը բան էժան կուտենք, ծիրանի արախ կքաշենք։ ԿՊԱ-կանն ասում։ Դե եթե իրենք տնտեսությունից այդքան կամ տնտեսությունը կայացնել այդքան հեշտ բան չի։ Սա 20 տարվա պատմությունն է, որ մարդիկ գնացել են, ճշտել են, ցանոթացել են, ապրանքի տեսականու հետ, գները, արտահանելը, պլանավորել են 10 տարի այլընտրանք չեն կարա ստեղծեն, բացառված է։ Կարող է մի ավտո տանեն, բայց այս մեր ամբողջ ապրանքը, որը Ռուսաստանի շուկան սովոր է, ծանոթ է, ընդունելի է, չի կարա։ Կարա ավելի լավ թողանեն, հարց չկա, բայց չեն կարա։ Ասում եմ ծաղիկները վերցեք
բաժանեք ձեր ծանոթներին տվեք։ Լավ։ Լավ չի ասում ծաղիկները կերեք, կարա Դե մի օր կարան տան, երկրորդ օրը, երրորդ օրը, պամիդորը, այո, սաղ էժանացա, մարդիկ արդեն սննկանում են, եթե կլուբնիկը 2000-3000 էր, դարել է 500 դրամ։ Հա, բայց վերավաճառողները օգտվում են, վերավաճառողները գինը չեն էլ գցում։ Գյուղացին է, բուն գյուղացին է տուժում։ Բոլորը գցում են, բոլորը ասենք սննկ, սա հիմնական այդ հաբարոտների մեջ չի կարա տեղավորվի։ Կարանան, բայց թողանեն, չեն կարա, բացառված է։ Օրորի դա կնկատվի ժողովրդի մեջ, այդ դրանք ասում են գումարները կտանք, հիմա ժողովուրդը սպասում է, դե թող տան։ Ո՞ց են այդ գումարները տալու։ Նրանք սկի իրանց վեկալած այդ գումարների տոկոսները իրանց չեն կարողանում բավարարել։ Հիմա պետպահոստի ծաղիկին գումարներ ամեն օր անում են ժողովրդի հետ առողջապահական այդ խնդիրները կարգալու համար մինչև ընտրությունը Ապահովագրությունը, որ չպայթի։ Որ չպայթի մինչև գոնե ընտրությունը ապահովեն այդ հարցը, այո։ Բայց էլի բոլորին դա չի կատարում, ձևական աչքերին թոզ են փչում։ Լավ, հիմա Արարատ ցեմենտի մասին։ Այո։ Նախ ինչպես է պատրաստվում խլել Արարատ ցեմենտը, հիմա նորից ասել վերցնելու եմ, խլելու եմ, ոնց որ հեծը։ Օրենքի առաջ բոլորը հավասար են, ըստ օրենքի։ Կարող են թող վերցնեն։ 25 տարի առել ենք, կազմակերպել ենք, պարտավորությունը 1-ին 5 ավելացրել ենք, աշխատողներին պահել ենք, գին էժանացրել ենք, ամսական մենք 500 միլիոն դրամ գումար ենք վճարում հարկ միայն։ Ինչի մասին է խոսքը, որ ասեմ։ Բայց նման բան ես չեմ հիշում, որ երկրի ղեկավարը որևէ գործարանի, տհա տնտեսական սուբյեկտի աշխատողներին ասի գնացեք բողոքի ցույց արեք, գնացեք, չգիտեմ, ակցիաներ արեք, բունտ արեք։ Բերեկել տեսակ Արատում ոնց ընդունեցին ժողովուրդը, ինչքան ջեր, ինչքան ամեն ինչով, տեղը տեղին։ Ինչքան աշխատող կա։ 1200 հոգի։ Ու հիմնական հարց ես ասեմ, տևյալ հայտարարությունը, եթե երկրի ղեկավարը անում է, ուրեմն կարող 100% գրեմ ստորագրեմ, որ այդ երկրում կյանքում մի փողատես թե գումար չի դնի։ Եթե անօրինական, այսօր քեզ հակառակ խոսում են, ժողովրդի իրավիճակից են խոսում, կարգավիճակից են խոսում, որ ինչ պետք է արվի, ուրեմն դրա համար եթե մարդը արդարացի խոսում է, պետք է ձեռից խլեն, ձերբակալեն։ Ես էլ ասել եմ, ժողովուրդը 100 հոգի Ծառուկյան ջան, մենք քո հետ ենք, սպասում ենք, մեր հույսը դու ես, հավատը դու ես, հանկարծ զատնի չդնես, ասեմ ժողովուրդ ջան, ես իմ հայրենիքը ունեցվածքը չեմ փոխում։ Ձերբակալեն գնամ նստեմ, դրանով ինչ չեն կարող վախացնել։ Թող իրենք մտածեն դրա պատասխանը ո՞նց են տալու։ Ասել եմ, թող հերոսացնեն, հա չկա որ անտեղի օթի մեջից ասենք ինչ է նշանակում, խլելու ենք, վերցնել ենք, անօրինականը խլեք, բայց մարդը հարկերն էլ տվեք, կարգնել է պայ, աշխատավարձնել է տվեք, պրեմիալը պետական հարկերն է տվեք։ Հիմա աշխատողներին հակակոռուպցիոն մարմինները կանչում 200 հոգու այո կանչել են։ Եվ ինչ են ուզում։ Դե շատ գիտեմ, գործեն ձեր դեմ, ինչ են նպատակը որ։ Ես չգիտեմ, գնացեք Բայց հարցեք այս ինչ 8 են։ տարվա մեջ Արարատ ցեմենտի նկատմամբ որևէ պրետենզիա ներկայացրել է իշխանությունը։ Ոչ մի չի Ոչ մի բան, այսինքն նորմալ ու վճարել է։ Հիմա վերջի 3 տարում, որ նայելով sense մեջ շինացուն է գրում, 20-25 միլիոն դոլար էլ ներդրում եմ արել, որ կարողանանք ապահովենք։ Ամեն ինչը որ հանկարծ կառուցելու խնդիր չլինի։ Այսօր ես կողմ եմ կառուցելու, զարգացնելու, իմ երկրի հեղինակությունը բարձր պահելու, հնարավորություն տալու հպարտանալու։ Մնացածը թող իրանք մտածեն, սարքողնով է, կառուցողնով է, քանդողնով է, ավիրողնով է, շտշտամանք ու ատելություն ստեղծողնով է։ Պետք է ժողովուրդը այսօր կարողանա տարբերի։ Դե հենց որ Սամվել Կարապետյանը խոսեց եկեղեցուն աջակցելու մասին, միանգամից հեծը խլելու process-ը սկսեցին, հիմա Հիմա ես խոսած եմ ժողովրդի մասին, վարկերը փակելու մասին, առողջապահություն կրթությունը անվճար սարքելու համար, գյուղատնտեսության նախարարություն որ բացվի, որ գյուղերը չդադարվի, այլ ժամանակ կարողանան գյուղացու կողքը կանեն, այսօր գյուղերում մարդիկ անտեր պատերի տակ նստած չգիտեն ինչ անեն, ոչ փող ունեն, ոչ հնարավորություն ունեն, այլ պետք է մարդկանց տրամադրեն, որ մարդիկ կարողանան իրենց հողամասի չափով բերք ու բարիք ստեղծեն, իրենց տունը պահեն եւ ժողովրդին էլ կերակրեն։ Հիմա այդ 200 հոգուն որ կանչում են, աշխատանքը խաթարվում է, չէ՞ այդ մարդկանց։ Չէ, դե նայ տարբեր ժամերին կա, այդպես խնդիրներ չկան։ Չգիտեմ, հիմա առաջ 20 հոգի, հիմա 200 հոգի, ուզում եմ 500 հոգի կանչեն։ Ինչը էլեկտորատ է կորցնում ինքը, ես ուզում եմ ես իր ներվայնանալու իմաստը, հա, հասկանամ։ Ես ասեմ, հիմնականում նայելով, որ շարժը կամ ասենք այդ ջերմ ընդունությունը, ոչ մեկը երևի տեսել եք դուք էլ քարոզությունը այդքան ջերմ չի կարողանում անցկացնել, որ թեկուզ մարդիկ վախում են կան հավաքների բանին,
բայց մարդիկ գալիս են, անկեղծ կիսվում են, խոսում են, նայելով իրենց աչքերի մեջ իրենց հարցը, խնդիրը, խնդրեմը, գիտեմ որ տեղյակ եմ, գիտեմ մարդ, որը ասեց կկատարի 100% իր խոսքը կպայի, ոչ թե մեկը չկա որ ասի, չէ դու սուտ ես ասում կամ ձևական, ասում այո քեզ հավատում են, քո ես հույս են կապում, այս ինչքան հանդիպել ենք, ինչ եղել է, ինչ ասել, ասում սա նույնպես անելու եմ, լիարժեք հավատալով, վստահելով, տեսնելով ձեր ջերմությունը, վստահություն ձեր վիճակը, իմ հնարավորության դեպքում ամեն ինչը բարձր մակարդակով կազմակերպել։ Պարոն Ծառուկյան, ինչու է ձեզ ասում լրտես։ Մինչ օրս ըստ էության հայ ժողովրդի մեծ մասը լրտես գործակալ է անվանում ՔՊԻ-ին, որովհետև այն ինչ որ տեղի ունեցավ Արցախի հետ, Արցախի հանձնում Հայաստանի տարածքների հանձնում, հա մենք այս ամեն ինչը տեսանք։ Իրենց են անվանում, դե Արարատ Միրզոյանի մասին Ես ինչ որից ասեմ, հա։ մեկի մասին չեմ ուզում ինչ որ բաներ ասել, բայց դա այն գործն է, որ լիարժեք մարդիկ պետք է բացահայտեն։ Մենակ դատարկ ասելով, ասեն կամ լրտեսությունը չեն բարձրաձայնում, այլ փաստացի մարդու առաջ դնում են։ Դե չէ նախորդ հիմա նույնը Թևանյանի համար 5 օր առաջ հայտարարելով, հետո նոր 5 օր հետո նոր գործ հարուցելով ու մինչև այսօր էլ կարակ հիմնական փաստաբանին հարցնեք, իրա վրա հիմնավորած չկա։ Եվ հետո ինչ որ ասում են ազգային ժողովում, որ կայացել է նիստ, Թևանյանը ներկայել չեղե ու այդ օրվա նիստին խիստ գաղտնի քննարկում էլ չի եղել։ 100 քանի հոգի падգամավոր է եղել։ Ասում եմ, բայց այդ օրը գաղտնի քննարկում էլ չի եղել։ Ըստ էության գաղտնի բան դժվար է պահել, Նիկոլ Փաշինյանը անձամբ դա փոխանցում է։ Գուցե նկատի ունի, որ Լուկաշենկոյի հետ մոտ հարաբերություն ունեք դրա համար է բանանում։ Ինչ ում է։ Ցանկացած մարդ կցանկանա Լուկաշենկոյի հետ լավ հարաբերություն ունենա, մարդը կայացած իր դիրքով, իր հեղինակությամբ, իր երկրում, իր երկին այնպես է պահում, որ ընդ առողջապահություն անվճար է, կրթություն անվճար է, կոմունալների 70%-ը գույքար կոմունալ պետությունն է վճարում, պետք է այդտենց երկիր պահես, որ այսօր շրջակայքում բոլոր տեղերը պատերազմ է, բայց Բելարուսիայում մի հատ պայթուն չկա, դա գալիս է մարդի հզորությունից, մարդու դիրքից, մարդը իր ազգին ոնց է սիրում իր պետությանը, իր ժողովրդին, որ ամեն ինչով լիարժեք ժողովրդի կողքին է, ապահովում է եւ խաղաղություն, եւ տնտեսական զարգացում, եւ բարեկեցություն, որ մարդիկ պետք է օրինակ վերցնեն։ Դուք երբևէ, ես ինչքան հիշում եմ, երբևէ, հա, որքան գիտեմ, դուք երբևէ որևէ մեկի ընտանիքի մասին բան չեք խոսել, երբեք չի եղել, հա, կամ թիրախավորել երեխաներին, ընտանիքի անդամներին։ Հիմա երբ որ նա արդեն այս գործիքին է դիմում, հա, ձեր տղայի նկատմամբ, ձեր ընտանիքի այլ անդամների նկատմամբ, սա ինչով եք բացատրում։ Ամեն մարդ իր պատկերն է ներկայացնում, ես ասել եմ եւ իմ թիմին էլ եմ ասել, որ երբեք ու երբեք չի կարելի ընտանիք մտնել։ Ընտանիքը սրբություն է։ Անկախ ամեն ինչ ինչքան էլ ասի, ես ինձ ցույց եմ տալի իմ բարձությունը, որ երբեք ես ընտանիք չեմ կարող մտնել։ Դա սրբություն է, իրենց առողջություն, հաջողություն։ Սա է մարդու մեծությունը։ Ոչ թե ասել, ես էլ ասեմ, սա դա չի սազում, հասկացա, դա տղամարդկություն չի։ Ասել եմ, ես իմ ասածը պահում եմ։ Սա է օրինակը։ Պարոն Ծառուկյան, գիտեք չէ, որ խոսում են նաև որ ձեզ էլ են կալանավորելու։ Հա, ես ասել եմ, տունն էլ եմ ասել։ Հա, տանը գիտեն։ Ես ասել եմ, որ չանագստանակ հիմա եթե մարդիկ այսօր ուրիշ խնդիր չկա ավելի լավ, թող հերոս ասեն, կարևորը ես ասել եմ, ես իրականությունը ներկայացնում եմ, ասում եմ, սա է։ Եթե դրանով ոչ ունեցվածքով, ոչ կալանավորելով, եթե հա պետք է գնամ 2 ամիս նստեմ, արկա 2 ամիս հետո կամ թող հերոս ասեն, կարևոր արժանապատիվ հերոսի կարգավիճակում քաղաքում ման կգամ, հիմա Էնա դարը, ես ասեմ, ես չեմ պատկացել, որ ժողովուրդը այդքան սիրելով, հավատալով, որ չգիտեմ, այն աստղերին են բանանը, որ մի հատ պարոն Ծառուկյան ձեռից վրա ստորագրի, մի հատ թղթի վրա ստորագրի, մի հատ մայքից վրա ստորագրի, հասկանում ես, ավելի թող հզորացնեն, ավելի բարձրացնեն իմ հետ։ Հա, բայց բացի այդ նշվում է, որ ձեր քաղաքական ուժին, նաև օրինակ նշվում է Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժին, հատկապես այս երկու ուժերին կարող է ընտրություններից ընդամենը 1-2 օր առաջ, ոնց որ Մոլդովայում արեցին, դուրս թողնեն, թույլ չտան մասնակցեք ընտրությունների, ինչ եք անելու, ինչ սցենարների եք պատրաստել։ Որոշած է դա պետք չի հիմա բարձրացնել, ամեն ինչ էլ միշտ հակառակ Բայց դուք եք սպասում նման քայլերի։ Դա միչել մենք սպասում ենք, որտեղ այսօր նայելով իրենք հասարակ մի բան ասեմ։ Այսօր ինքը ոչ թե ծրագիր է ներկայացնում, դու տեսել ես իր ծրագիրը։
Ծրագրի ամենակարևոր բանը, որ ասում է եկեղեցու վրա հարձակումը սկսելու եմ, ես եմ որոշելու, ով է Ծրագիր ներկայացել է կաթողիկոսի իր անելիքները այս ընտրության ժամանակ, չկա չէ ծրագիր։ Չէ, բան Մի հատ Հայաստանի քարտեզը մարդկանց նվիրելով, ես այն անգամ էլ ասեցի, Այդ կրծոտած քարտեզը ես ասենք թե չեմ հասկանում, ասենք թե այսօր քարտը, ես ասի ոնց որ ծովից ծով Հայաստան է ստեղծել, որ մարդկանց տալիս է մարդեպարտության վերցնեի։ Ծառուկյան ասում ով գրավել եմ ծովից ծով։ Ծառուկյանը այսօր պետության ղեկավարը չի, բայց իր ազգին, իր ժողովրդին սիրելով, իր ազգին, որ կարողանա ազգ այսօր իր օրոք խեղճացած, պարտված, կորցրած, զոհեր տված ազգ ենք դարել, որ ասելու բան չունենք աշխարհին։ Որ այսօր Քրիստոսի արձանը կառուցելով, ես այսօր դա իմ ազգին ոչ թե ծովից ծով, օվկիանոսից օվկիանոս ճանապարհ եմ բացել, հզորություն եմ տվել, ճանաչում եմ տվել, ամբողջ աշխարհը դա է խոսում, ամբողջ աշխարհը, որ սա ուզում են գան, ցանկանում են, ու Աստծո կամոք իրոք ստեղծվում է, կառուցվում է ամենահզորը, ամենակարողը։ Հասարակ բան ասեմ, հեսա ժուրնալը դրել են, նայիր, որ սա Կանուն կինոֆեստիվալն էր, որ լիարժեք սաղ աշխարհը անդեղ են էլ աստղերը, ու առաջի էջում գրած է տես Հայաստան, փոքրիկ պետություն մեծ ամբիցիաներով, ու դրած է։ Այսինքն ես օվկիանոսից օվկիանոս իմ ժողովրդին, իմ հայրենիքին ճանաչում եմ տալու, որ դու պատկերացրու, եթե տարեկան գա 20 միլիոն տուրիստ, 20 միլիոն Ամեն մեկը $5,000 պետք է ծախսի ես երկում, 7 օր մնալու համար, հյուրանոցա, ուտելա, մանգալա։ 20-ը բազմապատկեմ, ասենք թե 5,000-ով, $100 միլիարդ փող է կազմում։ Եթե մեր բյուջեն 5-7 միլիարդ է, 100 միլիարդ կողքից որ փող գա։ Ցանկացած քաղաքի հարստա։ Երբեք ավարտին հասցնում, ժամկետը 27 թվականին, որ ասենք թե հիմա 100 միլիարդ փող գա, այդ փողը մնալու է իմ ժողովրդին, իմ պետության մեջ։ Բյուջեն էլ լինելու, տաքսիսն էլ, գյուղացին էլ, քաղաքացին էլ, փոքր ու միջին բիզնեսն էլ, ռեստորաններն էլ։ Դեռ չի ասել, որ արձանն էլ թույլ չի տալու։ Կարող է կանգնացնել։ Ասենք դեռ չենք լսել, որ Չէ, ես կարող եմ անկես լինել, ես հիմնական կառուցման գործում իր աջակցությունը կա։ Հնարավոր ինքը ասել էր, այո, հատկացեք, թող կառուցեն։ Ես պետք է արդարացի լինեմ, ես այն մարդ եմ, ճիշտը ճիշտ է։ Բայց ինչի սկզբից ասեցի, ինչ եղավ, որ սենց կատաղեց, որ պահից կատաղեց։ Նայում են ժողովուրդը այսօր ընդունում են, ժողովուրդը հավատում են, հարցումներ են։ Այսինքն պիտի չմասնակցեիք Հա, պետք է ասեք, թե Եթե չմասնակցեիք, ոչ մի բան չէր լինի։ Ու ես առաջի անգամ էլ իմ թիմին էլ եմ զգուշացել, որ ոչ թե 19 կուսակցություն է մասնակցում, ոչ թե մեկի վրա ցեխ շպրտել չի կարելի։ Դուք ու ծրագիրը ներկայացրու, մարդկանց լսի, մեր տեսակետը մոտեցում ասա, մենք ինչ կարանք անենք։ Էլի լրիվ հանդարտեն, որ այս վերջի 20 օրը միանգամից, չգիտեմ, ծեմ զաբոտը խլում ենք, ես ենք անում, այդ Ծառուկյանը շպիոն է, ես ասել եմ, եթե շպիոն եմ, գնդակա, եթե գնամ ոստից, ես ոնց կարամ շպիոն լինեմ։ Կամ ասենք թե Թևանյան Անդոյին, որ վերցրել է, ուրեմն շպիոն է։ Թևանյան Անդոն, Սատիկ ջան, դու ինձ լավ գիտես։ Այսօր Երևան քաղաքում 15% տարել է, թե չի տարել, հավաքանի ունի, Գյումրիում հավաքանի ունի, Էջմիածինում ունի հավաքանի։ Նա կորած տղա էր, որ պետք է ինչ-որ մեկը խնդրեր։ Պարոն Ծառուկյան, նույնիսկ Պաշտպանության նախարարությունը դարձրել են պրախադնոյ դվոր, ես երբ որ նայում եմ նույնիսկ պաշտոնական լրահոսով, թե ում են թողնում հասանելիություն, ինչ ինֆորմացիայի ու ինչ զինատեսակների, ինձ համար ուղղակի շատ տարօրինակ է այսօր որևէ մեկին, երբ որ ասում են լրտես, հա, կա որևէ բան, որ Նիկոլ Փաշինյանը չի ասում, Էրդողան լինի, Հական Ֆիդան լինի։ Հական Ֆիդանը արտգործնախարարը Թուրքիայի հետախուզության ծառայության ղեկավարն էր, իսկ Ամերիկայի նախագահ Թրամփի բանագնաց ասում էր, երբ որ ես Հայաստանի եւ այլ երկրների մասին ուզում եմ բան իմանամ, ումից է իմանում Թուրքիայի արտգործնախարարից։ Կներեք, այսինքն ես այդտեղ լրտեսությունը Ես ինչը որ 100% չգիտեմ, ես նույնպես եմ ասում, այն լրտեսությունն է, որ պետք է փաստացի նայելով, ոչ թե ամբիոնից հայտարարելով 5 օր առաջ, նոր 5 օր հետո Թևանյանին ձերբակալեն, որ ոչ մի հիմք տակը չկա, ոչ մի բան, այլ որ հայտարարել է, դրա հիման վրա պետք է Թևանյանին ձերբակալեն։ Դե ասում է Թևանյանին ձեր նախընտրական ցուցակումներ արել եք օտարերկրյա հատուկ գործակալների ցուցումով։ Ես նորից եմ ասում,
Թևանյանը այսօր ինքը կուսակցություն ունի։ Եկել է իմ մոտ, Թևանյանը մենք աշխատել ենք։ Գիտեք, որ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Անդրանիկ Թևանյանի մոտ աշխատել է, հոդվածագիր է եղել։ Այդ նույն 7 օրի 7 օր կայքի Դե թող իրենք իրար հետ խոսեն։ Պարոն Ծառուկյան, նաև ասում է Գուլոյան Ծառուկյան առանձնատունը վերցնելու է եւ մինչեւ 2031 թվականը սարքելու է ծերերի խնամքի կենտրոն։ Ժողովրդից թալանածը վերադարձնում ենք ձեզ, սիրելի ժողովուրդ։ Ուրեմն Գուլյանի տունը արդեն վերցրել են, որը իր պապական Դա տուն։ ինչ անելու, այսինքն ոնց վերցրել են։ Իհարկե, որոշում կայացել են։ Հասկացա, հետո ինչ որ։ Գուլյանի ապազդաբանեն ասել է, տեղյակ պայեք, գնահատել են 2 միլիոն ու կես, 10%-ն էլ իմն է։ Բայց իմ հորական իմ երեխու տունն է։ Ես 2 միլիոն ու կեսը վճարում եմ, այն 10%-ն էլ չեմ ուզում։ Որ այս տունը պապական տունից մնա այդ փողը թող տանը ծերանոց կառուցեն։ Ես չեմ ընդունում, բայց որոշումը կա։ Ես դա անեմ, այդ հույսով ինքը իր տունը կառուցել է, նա որից մի վատ բան չի արել։ Ոնց կարելի է մարդու պապական գնահատել ես 2 միլիոն ու կես։ Մարդը վճարում է։ Ասում չկա, ես չեմ ընդունում, օրենքա որոշումը կացա 2 միլիոն կեսը տալիս եմ, հələ 10%-ն էլ շենքի Գուլյանինն է։ Այդտենց է որոշումը դադան եղել։ Ու սարսը Գուլյանը քարերն է գողանում։ Ինչ ասենք դա անիմը իրան ով տեղեկացնում է, հենց ինքը այդ ու իրեն սխալ ինֆորմացիա տալի, նրանց պետք է պատժի։ Նաև ասում է Ծառուկյանը խոսում է ծովից ծով Հայաստանի մասին, ով է այդ Հայաստանը հետ բերելու իր որդիները, որ մեկը փախած է։ Դուք պատերազմի եռագլուխ եք եւ օտարերկրյա լրտեսներ։ Ուրեմն ես նոր հարցին պատասխանեցի, արդեն Ծառուկյանը ոչ թե ծովից ծով, օվկիանոսից օվկիանոս իր Հայաստանի ժողովրդի համար բերել է, խնդրեմ։ Առաջի օրով հենց կանում առաջի էջի վրա տպել է ժուրնալի, որ սա ցնցված սա ուզում են գան, կինո էլ նկարանեն, կան տեսնեն էլ։ Դա համար ասենք ես արդեն ոչ թե ծովից ծով, թող իմանա որ օվկիանոսից օվկիանոս եմ իմ ժողովրդին ճանապարհը բացե, որ ճանաչում տա, հպարտություն տա, ոչ թե իմ ժողովուրդը պարտված, խեղճացած, այլ հպարտ, որ մենք աշխարհին ասելու բան ունենք։ Մինչև իմ քարոզչան այս 20 օր առաջ ես որից եմ մեկի մասին ցեղ չեմ շփրտել, իմ թիմին էլ չեմ ասել, ասեմ դուք մեր գործերը ներկայացեք, բայց որ մարդիկ սկսում են փորձում են վիրավորել, ասել, միայն թույլ մարդը կարա մարդուն վիրավորի։ Ես ասում եմ, եթե ինձ քննադատում են, եթե տեղի լինի, ես կընդունեմ, դա ամոթ բան չի, բայց եթե տեղին չի, ես կպատասխանեմ։ Ուժեղ մարդը քննադատությունը պետք է ընդունի։ Հաստողում կա ուղի։ Ասենք եթե իմ քննադատությունները գալիս է այսօրվա աշխատանքի, ծրագրերին, կազմակերպման, տնտեսությանը, ժողովրդի վիճակին, այլ հակառակ բաց թողումը, որ այսօր կառավարությունում հիմնական փորձառու կառավարության անդամներ չունենք։ Սա անփորձ երիտասարդների հավաքածու դադարք խոսացող իրական կյանքում ոչ քարքարի են դրել, ոչ ժողովրդի հետ շփվել են։ Բայց այդ դատարկ խոսացողները ուզում են ձեզնից նաև օլիմպիական կոմիտեն խլեն։ Ցավը տանեմ, օլիմպիական կոմիտեն խլելով չի լինում, օրենք կա, աշխատակազմի ղեկավար Արայք Հարությունյանը չէ նման ցանկություն ունի, սպորտսմենները գիտեն, խոսում են այդ մասին, որ ուզում են հիմա դա խլեն։ Ես երբ որ օլիմպիական կոմիտեն վերցրել եմ, 8 տարի մեդալ չեղել, ոչ մի մեդալ։ Եղել է Բախտամյան, Հրաձիկ, մեկ էլ Ստանամատի Աշոտ Դանելյան։ Ես վերցրել եմ այդ ծանոթության տակ մտել եմ, անձնական գումարներս դրել եմ, դպրոցներ եմ կառուցել, գույք եմ առել, թիմեր եմ հավաքել, թիմեր եմ բերել, տներ եմ տվել, կազմակերպել եմ տարեկան 200 մեքենա եմ նվիրել, տներ եմ տվել, ավտոներ եմ տվել, $1 միլիոն փող եմ տվել նվիրել, որից հետո ես կազմակերպել, որ այսօր տարեկան 1000 հատ մեդալ ունենք, այսօր տարեկան 1000 մեդալ, սա աշխարհը օլիմպիական կոմիտեն եւ ասենք թե Եվրոպա օլիմպիական կոմիտեն գիտեն Ծառուկյան սպորտ գումար դնել, զարգացնել, որ սաղ էլ Երանի են տալի, ասում ուր է մեզ մոտ էլ մի այդպիսի մարդ, որ կարողանար ոչ սպորտի մեջ այդքան գումար դնել, զարգացնել, ծաղկացնել, ազգի պատիվը բարձր պահել։ Ես իմ գործը կատարել եմ, ինչ որ պետք է։ Եթե այսօր Արայք Հարությունյանը կարա գա մասնակցի, վաղ ընտրությունը դնենք։ Եթե կընտրեն իրան, իրա ցավը տանեն, թող գնա ղեկավարի, կարող է ուժով են պահել։ Ինքը Ծառուկյանը 70 տարեկան է։ Ծառուկյանը 70 չկա, բացի դա կանոնադրություն կա, որ օլիմպիական կոմիտեի նախագահան տարիքը կապ չունի։
Դե թող գա դնի Ծառուկյանի հետ 100 հոգի թող ցանկանան գանդնեն, ով կընտրվի իրա ցավը տանեմ, ամինչը պապեկան չի։ Հասարակ բան, ինչի մասն է խոսքը։ Կարևորը ես իմ գործը իմ ձեռագիրել եմ, ամբողջ աշխարհը, Հայաստանը, իմ ժողովուրդը դա սա գիտի։ Դե թող մի հատ ոլորտ ցույց տան, որ այսօր համար առաջինն է իր զարգացմամբ, իր արդյունաբերությամբ, իր արտադրությամբ։ Դե իրենք հենց այդ նույն այդ մեդալներով փյարվում են, իրանց գովազդն են անում։ Բայց իրանք ոչ մի բան չեն արել։ Ինչ են արել, ուզում եմ մի հատ։ Այսօր եթե նրանք կարող են, թող 930 գյուղ ունենք, բոլոր գյուղերում դպրոց կառուցեն, որ երեխան փողոցից կտրվի, գնան դե պարապի, պիտան։ Հա մի հատ դպրոց, որ մարդիկ գնան 4-5 սեկցիա լինի, ինչ ամշամարտ, ծառամարտ, բռնցքամարտ, մեկ էլ ոչ օլիմպիական։ Էդ էլ չեն անում ընդհանրապես։ Այսինքն դու չգիտես, որ երկրում ինչքան գյուղ կա, որ սպորտ դպրոց գոյություն Չէ, գիտեմ, բայց թվերին դուք ավելի լավ եք Հա, ոչ մի բան չկա, սա քանդված այլ։ Ծառուկյանը այսօր ոչ օլիմպիական ձևերը համախմբել է 18 ֆեդերացիաներ, որ նա պետությունից չեն ֆինանսավորում, ես եմ ֆինանսավորում, որ երեխաները, որ անապահով ընտանիքներ ոչ տանեն գումար վճարեն, այլ անվճար գնան պարապեն։ Անցյալ տարի 8000 երեխա փողոցից գնացել պարապ։ 8000 8000, այս տարի պլանավորել են, որ 20000։ Գործը սա է։ Մարդը պետք է կարողանա գործ կատարի, ոչ թե դադար խոսա։ Պարոն Ծառուկյան, ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին են խոսում։ Արդեն իսկ խոսեցիք այս տնտեսական պատերազմի մասին։ Ռուսաստանը, ավելի ճիշտ ԵԱՏՄ ղեկավարների գագաթնաժողովում ժամանակ է տրվել Հայաստանին մինչև դեկտեմբեր։ Արդեն իսկ կոչեր են հնչում, երբ պետք է մենք դուրս կգանք, Ռուսաստանից էլ ասում են ձեր որոշելով չի, երբ որ հարմարա դուրս կգանք, երբ որ մեզ պետք կլինի, որովհետև ասում են դուք մեր բյուջեի վրա թանկ եք նստում, մեր բյուջեի հաշվին է, մենք վնաս չենք տալու մեր պետությանը։ Նաև խոսում են գազի, հատկապես գազի մասին։ Հայաստանից ասում են ինչ ա եղել, մենք գազը ուրիշ տեղից կառնենք։ Սատիկ ջան, դրա համար նրանք համարելով բարեկամ պետություն, եթե գազը Եվրոպայից ծախում են 600-700 եվրո, մեզ տալիս են 175 դոլար, ասում եմ, դուք եք որոշողը, պրոստը մենք ուզում ենք ասենք, որ հայ ժողովուրդը մեր բարեկամներն են, մենք իրենց որպես բարեկամներ ենք, ժողովուրդ ջան, մենք ձեզ վատը չենք ուզում։ Ես դա արդեն 2 ամիս ասում են այլ ընտրանք ունենք, որոշել ենք։ Հիմա ժողովուրդը ասեմ 100 զանգ է գալի, օրը 200 զանգ, որ մարդիկ սննկանում են, աղքատանում են, այն նպատակները չիրականանում, տոկոսների տակ, վարկերի տակ։ Որտեղից են էժան գազ առնելու։ Մեծ Այդ ով որ ասում է, էժան գազ առնել է, հիմա Ադրբեջանը բոլոր գազերը իրա վաճառելա չունի, ասում է տրանզիտ կլինի, այսինքն դու Մեր գազը Ադրբեջանից կունենանք, ասում են։ մեր գազը որտեղ պետք է ունենանք։ Թող հիմնավոր ասեն, երեք նորից իրենց ասնեին, որ ժողովրդին մի խաբեք, չկա տես բան։ Հետ առաջ ամեն ինչ պարզվելու է։ Թող իրենց ասածները ժողովրդին ներկայացնեն ու ժողովրդի մատից փուշ անեն, այսօր մեզ պետք է իրոք խաղաղություն, երաշխավորած խաղաղություն է մեզ պետք։ Դե չէ ժողովրդին խաբելով խաղաղություն են բերել։ Եղբայր ասեցի ցույց տուր փաստաթուղթը, ես ներողություն խնդրեմ, ասեմ վարչապետը լրիվ ճիշտ է, խաղաղությունը կա, ստորագրած է, ինչ եղել է անցած լինի, բայց Ալիևը այսօր բանավոր պայմանավորություն օրեկան պահանջներ է դնում։ Սևանը Գյոլչայա, որ պետք է անպայման դա Սևանն է, ինքը արդեն ջրի կարիք ունի։ Երևանը, որ Երևան չի, Երևանա, որ դա էլ ադրբեջանցիներն են կառուցել, որ հիմա նույն ասենք թե Տիգրանաշենը ուզում են, մյուսն ուզում են, 300,000 ադրբեջանցի Իրա բերանով ասում Ալիևը։ Էլի ես ասում եմ, այդպիսի բան չկա, թող բացեն 25 թվականի դեկտեմբերի 5-ին Ալիևի հարցազրույցն այն 25 թվականի դեկտեմբերի 5-ին։ Այս հունիսի 18-ից 10-ն էլ Նախիջևանում ասում է ֆորում։ Արևմտյան Ադրբեջանի ձևավորումը։ Դա տակից ոնց են դուրս գալ, լավ, սուտասին մի շաբաթ անցավ, մի ամիս անցավ։ Ասում էին Ռուսաստանի ճանապարհները եթե փակվի, այլ ընտրանք ունենք 10 ձևի այլ ընտրանք։ Դե ճանապարհները փակվել են, մարդիկ աղքատացած նստած Լավ են։ սա է բանը։ 10 տարի չեն կարա բացել։ Բայց ռիսկ կանեն ՀԱՊԿ-ից էլ դուրս գան, ինչ են անելու։ ՀԱՊԿ-ից դուրս գան, ՆԱՏՕ էլ չեն ընդունելու բնականաբար, ինչ են կանելու։ Իրենք են պատասխանատուն հանրությանը ժողովրդի առաջ, քանի գնա այդ հարցը բարձրանալու է, տեսնեմ դրա պատասխանը ոնց են տալու։ Ոնց են տալու, ոնց են ժողովրդին կերակրելու, ոնց են այդ վնասները վերականգնելու, ինչ, ասում եմ վնասները ես տալու եմ այդ գումարները։
Այսօր 15 միլիարդ Ձեր ելակին տեր եմ կանգնելու։ 15 միլիարդ վարկը կուտակվել է, լես այս տարի էլ մի 2-3 միլիարդ կկուտակվի, որ տնասկի դրա տոկոսները չեք կարող տակ, ո՞նց է կանել, ոչ տնտեսությունը զարգացնում ու իր պահվածքից հետո այս երկրում մեկը մի կոպեկ գումար չի դնելու։ Մարդը գործանը Բայց դրել են այսքան ժամանակ, լավ 8 տարվա մեջ, խոշոր բաներ ասեք, ներդրումներ, որ արվել է։ Ոչ մի ներդրում չի արվել, ես եմ բերել ներդրողներ, որը պետք է 700 միլիոն դոլար դնեին տեքստիլի քաղաք կառուցելու համար, հրավիրել եմ, բերել եմ, ուղարկել եմ, որ պետք է էկոնոմիկայի նախարարը ընդուներ, թե էկոնոմիկայի նախարարը չի ընդունե, տեղակալն ընդունե 7 օր հետո մարդիկ ասենք 700 միլիոն փող են դնում սա տեքստիլի քաղաք կառուցելու համար, քանի որ 7 օր հետո են ընդունել։ 7 օր հետո մարդկանց ես էլի խնդրել եմ, որ ոչինչ խնդիրներ կա Արցախ հետ կապված այս մի 4 տարվա պատմություն եմ ասում, ոչինչ ներող եղեք, եկել է ոչ թե էլի նախարարը, ոչ թե վարչապետը, մի երիտասարդ անփորձ, որն արդիկ նեղացած ինձնից հրաժարվեցին թողին գնացին։ Էլի մենք սիլիցիումի գործարանի, որ պետք է կառուցեինք 1 միլիարդ գումար էինք դնելու, այսինքն դրած էր, որ ձևավորած էր պետք է անեինք, պետք է հիմնական Արարատցեմ զավոդի կողքը այդ հողի մեջ դնենք, որ իմ հողներ արոտավայր, որ հիմա էլ դատախազը գրել է ապօրինի ինչ որ տենդեր ա եղել։ Ով որ տենդերն արել է, մրցույթն արել է, գնացեք իրան հարցեք, դրել են արել ենք, որ պետք է դե գործան կառուցեինք, արոտավայրը արտադրականի չէին փոխե մի տարի, այս մարդը հելավ, վեշերը հավաքեց, թողեց, ասեց, եթե ես գնամ Ֆրանսիայում 100 միլիոն բան դնեմ կամ Ամերիկայում 2 րոպեում կասեն գնացքի ցուցաբտանը։ Մարդը 1 միլիարդ գումար էր դնում, մարդիկ հողի կատեգորիան չփոխեցին։ Մի տարի, որ պետք է դնեին։ Բերել եմ գումար 20 միլիարդ որպես բիզնես ծրագիր, մարդիկ աջակցելով, հնարավորություն տալով, դիվել եմ այն ժամանակ Ջավադյանը կար, չեն արել, վերցել էինք մի տոկոսով 10 տարը, որ առաջի 2 տարին մայր գումար պետք է չփակեին։ Նույնը վարչապետին տեղակենք, բայց որը չեն ընդունել, մենք պետական երբեք չենք կարա տանք։ Ես ցանկացել եմ, ուզեցել եմ, մարդուն պետք է շանս տան, հնարավորություն տան, որ մարդը կայանա, խեղդելով, հարկերով, турքերով, տուժերով, սա մարդիկ լացում են այդ ցավտանը։ Մարդիկ չեն կարողանում ապրեն։ Այսօր որ ինչ որ կարողանան մեկ անգամ ծնվել են, ուզում են կյանքի բարիքներից օգտվեն, դեպքների ժպիտ լինեն։ Այս է հիմնական խնդիրը։ Մենակատելություն, չարություն, ուրիշ բան չկա, իրար դեմ հանել մարդկանց, ձերբակալել, խլել։ Լավ, ուզում եմ հասկանամ այդ դեպքում։ Երբ որ ասում է, որ Հայաստանը այլևս պլեջի, ծիպուլի հույսին չպիտի մնա, միլիարդներ ու տրիլիոններ են գալու երկիր, ու ԵԱՏՄ-ի դեմ, Ռուսաստանի դեմ այս պատերազմը հայտարարել են։ Ինչի հույսով են։ Ինձ կասեք, ով է այդ տրիլիոնները որտեղից են գալու։ Չհասկանալու, չպատկերացնելու, դա դեռ խոսալու արդյունքը։ Ասենք ինքը պատկերացնում է տրիլիոնը ու տրիլիոնը ոնց է հոսելու։ Ես նույնպես եմ ասում, դա չհասկանալու, չպատկերացնելու արդյունքը, այլ ինչ որ ասելու ժողովրդին խաբելու նշանը։ Կապրենք կտեսնենք, չէ՞։ Գնալով երկրի չափերը փոքրանում են, երկիրը կորցնում են, արտագաղթի ծավալները մեծացել են, էլ ինչ Դրա անեն։ համար ես ժողովրդին ասում եմ, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, գնում եք ընտրության, գնացեք ընտրության։ Ոչ մեկին մի ասեք ում եք ընտրում, գնացեք ձեր հոգու խղճի առաջ, ձեր պատկերացնելով, իմացեք ձեր ընտրությունից կախված, պետք է ցանկացած ընտրող մասնակցի եւ հիմնականում նա ընտրում արդեն իր երեխայի վաղվա ապագայի հարցը։ Պարոն Ծառուկյան, ուզում եմ նաեւ խոսեք այն տեսակետների մասին ու հատկապես ԿՊԱ-մերձ գործարարներն են, հա, դա ասում, ողջևորված, որ հեսա հայ-թուրքական սահմանը բացվելու է, Թուրքիայի հետ հեսա առևտուր են կանելու, տնտեսություն են զարգացնելու, չնայած հարգելի հետևորդներ կրկին հիշեցնեմ, սահմանը փակել է Թուրքիան եւ Թուրքիան էլ կարող է ցանկացած բայի բացել, ոչ թե ջորջել մեր գլխին։ Ներողություն։ Ծառուկյանը բոլոր ոլորտները 100% պատկերացնում է, ոչ մի գործարար Ծառուկյանը չի կարող գանաստի քննարկման։ Հիմա այդ մեր հզոր գործարարներին, որ փող են աշխատելու ճանապարհը բացվելու է, Ծառուկյանը բացատրի, որ իրանք հասկանան վերլուծեն։ Այսօր առանց քննարկելու, առանց նախապատրաստվելու, առանց հնարավորություն տալու, դոտացիա տալու ոչ մի գործարար
Թուրքիայի չի կարամ արծի։ Թուրքիան եթե ճանապարհը բացվեց, կարամ ասեմ, ամեն ինչը մեռնելու է։ Իրենց մոտ ամեն ինչը էժան է, Գյուղատնտեսությունը սուբսիդավորվում է։ Գյուղատնտեսությունը սուբսիդավորվում է, չասա տուրիզմը սուբսիդավորվում է, արտադրանք արդյունաբերություն, հետև արդյունաբերությունը նույնպես սուբսիդավորվում է։ Նրանք ներս մտան, մենք ինչ ունենք, միանգամից քանդվելու է։ Այլ հիմնական մեզ պետքա 6 ամիս մի տարի ժամանակ ուսումնասիրենք, ինչ պետք է փոխենք, մարդկանց ինչ արտոնություն, ինչ հնարավորություն տանք, ինչ դոտացիա տանք, սուբսիդավորում որն անենք, որ նրա ստեղծածը որ գա մտնի մեր շուկա, գոնե հավասարազոր լինի, հավասարի դեպքում, որ մեր մոտ բոլորը չքանդվի, կանգնելու ենք, նրանք էլ գալու են, այդ նույն գործաները առնելու են, ու սաղ լինելու է թուրքական։ Կարամ հիմա գրեմ, ստորագրեմ։ Պետք է օրենք ընդունի, ոչ Ադրբեջան, ոչ Թուրքիան, իրավունք չունի Հայաստանում սեփականություն գնելու։ Թող այդ հիմնական գործարները, որ խանում են փողը, սննկանալու են։ Նրանք այսօր մրցակից չեն կարող լինել Թուրքիային։ Հասկանալի է թե ոչ։ Թող մեկ ապացույց կարան, ես ներողություն խնդրեմ, ասեմ դու ճիշտ ես ասում։ Հիմա ասեմ, թե չասեմ, մեկն էլ որ դրա ջատագովն է ձեր խնամի Խաչատուր Սուքասյանն է։ Դու ինք իր պատկերացումը ասում, հա իմ խնամին է խնամություն, բայց ասենք թե ամեն մեկս մեր տեսակետն է։ Ինքն էր նաև ասում, որ մենք էժան գազ կբերենք, ուզում եմ տենամ Ադե որտեղից ուրեմն տեղն ունեն, թող բերեն, հիմա կապրենք, կտեսնենք, չէ։ Ես չեմ ասում չեն կարա։ Հիմա ասում եմ ապրենք, տեսնենք, ամեն մարդ թող իր ասածը իրականություն դարձնի։ Մենք ուղղակի մոռանում ենք, հա, Լաչինում ինչ արեցին, երբ որ վինտիլները փակեցին ադրբեջանցիները։ Հիմա ինչ, ադրբեջանական գազ են ուզում վերցնեն, հետո ինչ անեն։ Պարոն Ծառուկյան, պարտքը մեծացրել են, արդեն 15 միլիարդի սահմանը հատել է, պարտքի սպասարկումը պետական պարտքի շատ ծանր է նստում քաղաքացու վրա, բոլորը ասում են ոչ Երանի են վարչապետին, որ գալու է այս իշխանափոխությունից հետո, որտեղ իսկապես բյուջեն մսխվում է սեփական գրպանի պես։ Փաշինյանին, երբ որ ասում են ինչ է արել այդ փողով, ասում է զենք եմ առել, բայց այդ զենքը հոասեղ չի, պիտի երևար, չէ, ոչ միջազգային զենքի վաճառքի բաներում է երևում ցուցակներում, որ կախվում են, ոչ Հայաստանի բյուջեում է երևում, կամ ասենք նաև ասում է այդ թոշակները, որ ձեզ տվել եմ, այդ 8 միլիարդը, որ թալանել էին, այդ թալանածը հետ եմ բերել, դրանով եմ թոշակ տվել, այս սրանից ինչ հասկանում։ Ցանկացած երկիր տնտեսություն պետք է տիրապետես, պետք է հասկանաս, պետք է կապեր ունենաս, տնտեսություն հասկանաս, զարգացնես, ծաղկացնես, բյուջեն էլ գումար կա, աշխատատեղեր լինի, այսօր հասարակ բան ասեմ, մոլեբդինի գործարանը 40 միլիոն տոննա հանքանյութ է հանում ամեն տարի, 40 միլիոն տոննա, դա մշակումը արտասահմանում, մենք կարող ենք դրա մշակումը դնենք հենց Հայաստանում, դա պետքա 700 միլիոն դոլար։ Բայց ինքը ասում էր, այդ որ նոր է, խոստում էր տալիս տենց վերամշակման։ Հա 700 միլիոն դոլար գումար է պետք, որը սա հաշվարկել ենք, նայել ենք, հետևել ենք, այդ մեր պաշարները 170,000 տոննա, որը դա արտադրանք է լինում այնտեղ, դա դիմաց դա կազմում է 4 միլիարդ, որը գործանին տալիս են 400 միլիոն եվրո։ Բայց մենք կարանք ստե մշակենք, այդ գումարը 3 միլիարդ ու կես եվրոն կմնա Հայաստանում, աշխատատեղերը կլինեն եւ դրանից ասենք թե ծմբական թթու առաջանում, որ կարան պարտանյութ, ազոտական, ֆոսֆորային, քանի հազար տոննաներով եւ կարտանեն եւ ստե ժողովրդին ոչ թե 13000-ով, 3000-ով կտան, ալյումինի գործանը կաշխատի, պղնձի այդ կաբելային արտադրությունները, ամեն ինչը տեղին գիպսակարդուն կարտադրվի, ես նորից եմ ասում, անհնարին ոչինչ չկա, հարկավոր է կազմակերպել, ստեղծել երկու խոշոր ծրագիր, եթե Ծառուկյանը մի հատ տուրիզմի գծով բացի, որը 20 միլիոն մարդ գա, պետությունը կարա երկու հատ էլ բացի, պատկերացնես ինչ կատարվի երկրում։ Լավ, պարոն Ծառուկյան, դուք եթե կարճ հիմա ձեր ընտրողին, արդեն վերջ մի քանի օր է մնացել, ձեր ընտրողին, որպեսզի ներկայացնեք ձեր ծրագիրը համառոտ, ինչպես է փոխվելու քաղաքացու կյանքը, կարող եք համառոտ ներկա, ինչպես է փոխվելու երիտասարդի կյանքը, ինչպես է փոխվելու մեծահասակի կյանքը, տարեց մարդու կյանքը, ինչպես է փոխվելու աշխատող մարդու կյանքը։ Այսքան ժամանակ ես նույնիսկ եմ ասում, շրջել եմ բոլորի հետ շփվելով, հանդիպելով, բոլորը գիտեն, որ եթե մի բան ասեմ,
դա իրականություն կդարձնեմ։ Այսօր կապերն էլ կա, ծանոթությունն էլ կա, հնարավորությունն էլ կա, տեսնելով, հասկանալով այսօր ճիշտ կազմակերպել է պետք։ Այսօրվա կառավարության օրոք չի ստացվում, հիմնական ոչ ճիշտ մասնագետներ են դրել, իրենց այդ քայլողներին, մարդը փորձ չունի, չգիտեմ որտեղ ինչ է, այսօր պատական արդեն ղեկավարը, վարչության պետը, նախարարը աշխատում, կամ մարդուն դնում են մարզպետ, կամ գյուղնախարարություն են փակում։ Կարճ ժամանակում ձևավորել, կազմակերպել, զարգացնել, ծաղկացնել, առաջի քայլերն ասեմ, հենց առաջի պահից, որ առողջապահություն, կրթություն անվճար է լինելու։ Կամ բանկի տոկոսների համար ասացի, որ տեղում նույն պահին անմիջապես հնարավորության դեպքում առաջին իստին դնելու ենք, որ այդ գումարները պետությունը լիարժեք կազմակերպել է 1 միլիարդ 120 միլիոնը, որ այդ ժողովուրդը միանգամից այդ ճայճի մեջից դուրս գա։ Հազարավոր ազդեցիկ հայր ունենք աշխարհում մեկ, որ սաղ էլ կարոտած իրենց հայրենիքին, իրենց երկրին։ Ինչքան հայեր, ովքեր կանգնեցին եկեղեցու կողքին կամ քննադատեցին, կամ երկիրը փակեց նրանց առաջ, Վաչե Մանուկյանը, այլ հայեր, որ հայտարարություն արեցին, ինչ սպառնաց նրանց։ Հազարավոր, ասենք թե ազդեցիկ հայր ունենք, միլիարդատեր մարդիկ, որ սիրում են իրենց ժողովրդին, մեծ ուրախությամբ կգան մի ոլորտ կվերցնեն, կդնեն իրենց անունի համար, իրենց ժողովրդի համար, իրենց ասենք թե հիշատակի համար, որ իրենք այդ գործը արեն, պետք է ճիշտ աշխատեն, մարդուն հարգեն, լսեն։ Ոնց եք պատկերացնում մեր գերիների վերադարձը, հայ գերիների վերադարձը Բաքվի բանտից։ Գերիների հարց այսօր պարզ է, զբաղվում ենք, բայց պետականորեն պետք է լինի։ Եթե խաղաղություն ես բեր այդքան զիջումներ ես գնում, այդ ոնց իրանք սաղին կտանեն, մենք չենք կարող մեր գեներալներին ասենք թե նախագաներին բերենք, դա մեր համար ամոթա չէ։ Դա պատվի խնդիր է։ Մեր գերիները ավելի ազդեցիկ ու հայրենասիրական կոչերով են հանդես գալիս Բաքվի բանտերից, քան թե այդտեղ իրան նստած, իրանց ցավը տանեմ, այո, իրանք հազոր տեղի բարձր մագազին։ Ռուբենը Վարդանյան, Դավիթը Իշխանյան մայիսի 28-էր նույնիսկ շնորհավորում այդ պայմաններում։ Պարոն Ծառուկյան, չեմ կարող այս հարցը չտալ, որևէ ճնշման դեպքում դուք հետ քայլ կանեք, թե ոչ, եւ անհրաժեշտ ձայների քանակը ստանալուց հետո որ ուժերի հետ եք պատրաստվում աշխատել։ Օրինակ ԿՊԱ-ականները նույնիսկ բան են անում, որ իբրև թե ճնշումներով կկարողանան ձեզ համագործակցության մղել։ Բացի ԿՊԱ-ականներից բոլորի հետ էլ պետք է պայմանավորվեն, ասենք նայելով ասել են, չէ, ով ավելի շատ ձայներ բերի, նրա պետք է առաջարկի, կազմակերպենք, համախմբվենք, մեր ծրագրերն էլ միացնենք, ավելի ուժեղ, ավելի զոր զարգացնենք։ Այսինքն ընդդիմությունից ով ավելի շատ ձայն հավաքեց, նրա հետ պետք է բոլորը բնականաբար նստեք աշխատեք։ Որևէ դեպքում, որ ճնշման դեպքում որևէ ճնշման դեպքում հետ կկանգնեք, դու տես տպավորություն ես թողում իմ Չէ, ես ուզում եմ դեռ հենց ցանից ավել էլի ճնշում պետք է լինի, ասենք մի հատ ուզում եմ հասկանամ։ Որ հիմա ուզում են ձերբակալեն, ասենք թե եղած ուզում են վերցնեն, ապօրինի, պետք է ասեմ գիտեք ինչ, մի վերցրեք, ոնց ասեք ես տես կանեմ, ես կարամ ես երկրում ապրեմ։ Հա? Չէ, բնականաբար չէ, դրանից հետո էլ ինչ։ Էլի, դա ոնց կարա տես լինի։ Բայց հենց ազգի հերոս եմ դառնում։ Շնորհակալ եմ, պարոն Ծառուկյան, հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, հարգելի հետևորդներ, բոլորս մասնակցում ենք ընտրություններին, չենք վախենում ոչնչից, իշխանությունները ինչ տալիս են վերցնում ենք, դա մեր հարկատուներից գումարներից է, մեր բյուջեն է մսխվում իրենց կողմից, ինչ տալիս են սերմացու, պարարտանյութ, ամեն ինչ վերցնում ենք, քվեախցիկում մենք մենակ ենք, մենք եւ Տեր Աստված, քվեարկում ենք իշխանություններին մերժում ենք, ԿՊ-ին մերժում ենք, որպեսզի ունենանք Հայաստան։ Կհանդիպենք։